Պրոյեկտի հետ կապված մի հարց էլի չեք պատասխանում այն պրոյեկտի, որը Խաչատուր Սուքիասյանի հետ Ծաղկաձորում իրականացնում է, Կաղազարյանը դրա հետ կապված որոշ հայտարարություններ էր արել իմ հաղորդման ընթացքում։ Ես չասեցի, որ հարցազրույց եմ տալիս։ Հա, բայց ես հարցն եմ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ բոլոր փաստաթղթերը պաշտոնական են եւ դուք կարող եք ստանալ թե պետական ռեգիստրից, թե կազմակերպություններից, ովքեր որ ինչ-որ բանով զբաղվում են, եւ ես որևէ տեղեկություն եւ իրավունք չունեմ ինչ-որ բան մեկնակ բանելու, որը որ ես չեմ։ Դուք այդ Ծաղկաձորի պրոյեկտի հետ կապ չունեք Սուքիասյանի հետ։ Ծաղկաձորի պրոյեկտի հետ կապ ունի հայրս, կարող եմ համարը տալ, խոսեք այն կազմակերպությունը, որը շինարարական գործունեություն է իրականացնում, այդ կազմակերպության 50% բաժնեմասը պատկանում է հորս։ Բայց դուք էլ ձեր հոր որդին եք, այսինքն կապ ունի ձեր։ Ես չեմ զբաղվում շինարարական աշխատանքներով, ես չգիտեմ մանրամասներ, որ ձեզ տեղեկացնեմ։ Դա բաց թափանցիկ տեղեկատվություն է եւ խնդրում եմ ձեզ ստանաք այն մարդկանցից, ովքեր որ դրա մեջ են տիրապետում են։ Այստեղ կոռուպցիոն ռիսկ շահերի բախում չկա։ Խնդրում եմ ձեզ, ես խնդրում եմ ձեզ, որ դուք ինֆորմացիա ստանաք այն մարդկանցից, ովքեր որ դրանով զբաղվում են։ Բայց ձեր հայրն է, ոնց է լինի տեղեկացված կլինեք։ Հիմա ձեր հանգամանքը այդտեղ դեռ չի խաղացել, որ այդ պրոյեկտը հենց ձեր հոր կամպանիայով իրականացվում։ Ոչ, հավատացեք ոչ։ Կարող եք փաստագրական տվյալներով ուսումնասիրել տասնյակ տարիների ընդ որում, եւ դուք ինքներդ նաեւ կհամոզվեք, որ ոչ։ Որովհետեւ դա գլոբալ մեծ միլիոնանոց ծրագիր էր, ոնց ստացվեց, որ հենց դուք ներքաշված եղաք հենց Սուքիասյանի հետ։ Որևէ բանի մեջ ներքաշված չեմ եւ ձեզ խնդրում եմ անկեղծորեն առանց ինչ որ տեսեք դուք լրագրող եք, նաեւ ընդդիմադիր հայացքներ ունեք, դե հիմա իմ մոտ տպավորությունը այդպես էր։ Հարցեր եք բարձրաձայնում, իշխանությունն է, դա չի նշանակում որևէ կանխակալ բան չունեմ եւ շատ նորմալ եմ համարում նաեւ ձեր բարձրացած հարցերը, բայց խնդրում եմ ձեզ վերցրեք տասնյակ տարիների պատմություն կոնկրետ այդ հողատարածքի հետ կապված, ну ասենք 30 տարվա վերջին եւ դուք կհամոզվեք ոչ ես, ոչ ընտանիքի այլ անդամ, բացի պապիկիցս եւ հորիցս այդ ամեն ինչ հետ կապ չունեն եւ չեն կարող ունենալ։ Այդ պրոյեկտից ձեր ընտանիքը քանի միլիոն է ստանալ։ Ես չեմ կարող ձեր հարցերին պատասխանել, որովհետեւ չեմ տիրապետում։ Հասկանում եք, չունեմ ինֆորմացիա։ Ուզում եք գնամ ճշտեմ, կամ խոսենք։ Չունեմ ինֆորմացիա։ Դուք շատ նորմալ է որ այդ հարց կա, շատ նորմալ է որ գոյություն ունի, բայց խնդրում եմ կարող եք նաև ձեր ուսումնասիրությունը անել եւ դրա արդյունքում ինչ-որ բանի հանգել։ Ես ուսումնասիրությունները անում եմ իհարկե։ Ես պատրաստ եմ ձեզ օգնեմ անկեղծորեն։ Հնարավորինս ձեր հայրիկի հետ կապված սաղ ինֆորմացիաները ճշտեք, մենք նորից կհանդիպենք։ Պատրաստ եմ ձեզ օգնել, պատրաստ եմ նույնիսկ եթե պետք է իմ ընտանիքի անդամների հետ ձեզ ծանոթացնել, դուք կարող եք իրենցից նաև հարցազրույց վերցնել, նաև ձեզ հետաքրքրող, ինչը նորմալ է, դա նորմալ եմ գնահատում։ Ասացիք, որ կոնտակտել կփոխանցեք, պարոն Հակոբյան, ես կխնդրեմ, եթե դժվար չի, ասեք այդ կոնտակտը, ես կփորձեմ ձեր հայրիկից էլ հարցազրույց վերցնել ու հասկանալ մանրամասները, հա։ Եթե հրականջատենք, որպեսզի անհատական տվյալներ չհրապարակենք, շնորհակալ եմ։